Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողների եւ դիտողներ։ Դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Սոյանը, մենք սկսում ենք թարմ ուղեղով հաղորդաշարը եւ մեր հյուրը քաղտեխնոլոգ վերլուծաբան Վիգեն Հակոբյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ընտրություններից հետո հասարակությունը չէր հասկանում, թե ընդդիմությունը ինչ պետք է անի։ Մանդատ վերցնի, թե մանդատը չվերցնի։ Երկու պարագայում իրականում ընդդիմությունը ինչ-որ խնդրի բախվում է։ Առաջին դեպքում, եթե վերցնում է մանդատները, դառնում է ոչ լեգիտիմ խորհրդարանի միմաց, որովհետև իրենք պնդում են ընտրությունները հիմնականում հիմնված են եղել ոչ իրավական գործընթացի վրա, այսինքն եղել են բաներ, որոնք իրավական տեսանկյունից թույլատրելի չէին, իսկ մյուս տեսանկյունից, եթե մանդատը չեն վերցնում, չեն օգտագործում իրենց տրված ձայները։ Դուք ինչպես եք կարծում, որն է ճիշտ, վերցնել մանդատը թե ոչ։ Գիտեք, դուք ասում եք, հանրությունը ոչ մի կերպ չի կարող հասկանա, այսինքն չէր կարող կողմնորոշվել, պետք է վերցնել թե չէ, հիմա կողմնորոշվել է։ Չէ, հասարակությունը չէր հասկանում, թե ընդդիմությունը ինչ պետք է անի։ Իսկ ձեր կարծիքով ընդդիմությունը ինչ պետք է անի։ Գիտեք, հետաքրքիր է, որ այդ հարցը չեն տալիս ընդդիմությանը, հենց բուն ընդդիմությանը, այսինքն ինչ են իրենք ուզում անել։ Եվ վերջո, բայց եթե ավելի առարկայական խոսենք, ապա վերցնել թե չվերցնելը մանդատի, դա հարցի ընդամենը դետալն է, այսինքն չես վերցնում, որ ինչ անես, վերցնում ես, որ ինչ անես, հարցը դրանում է, այսինքն դու կարող ես չվերցնել և ըստ էության ոչ ինչով չզբաղվել, այսինքն ասպարեզ չունենալ ընդհանրապես գործունեության, թե պետք է որ ունենաս, այսինքն արտախորհրդարանական ընդդիմություններ սովորաբար ասպարեզ ունենում է, բայց կարող ես վերցնել և այնտեղ էլ էֆեկտիվ չլինել։ Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե ընդդիմություն է, ամենայն դեպս այն ընդդիմությունը, որը որ վերջնական արդյունքում կանցնի խորհրդարան, ֆորմալ առումով եկեք, այսպես ասենք, ձև ընդունենք, որ ինչ-որ շանսեր այնուամենայնիվ սահմանադրական դատարանի նիստերից մենք տեսնում ենք, իհարկե իրականում մենք բոլորս հասկանում ենք, որ սահմանադրական դատարանը դա Նիկոլ Փաշինյանին կցորդ կառույց է, բայց այնուամենայնիվ, այսինքն տեսնենք, պետք է հասկանանք այն ուժերը, որոնք խորհրդարան կարող են անցնել կամ անցնելու են, անցել են, իրենք ինչ ծրագրեր ունեն ընդհանրապես։ Եթե իրենց գործունեությունը կապված է զուտ փողոցի հետ, այսինքն զուտ փողոցի հետ եւ այդ պարագայում իրենք որևէ հույս չեն դնում խորհրդարանական աշխատանքի կամ խորհրդարանական ասպարեզի հետ եւ այստեղ էլ հարցեր կան, այսինքն դու կարող ես գնալ ի վերջո խորհրդարան եւ զբաղվել քո օրակարգով զուտ, առհասարակ չմասնակցելով այն օրակարգերին, որը թելադրում է իշխանությունը, եւ կարող ես ընդհանրապես մանդատ չվերցնել, այսինքն փողոցով միայն զբաղվել, կարող ես նաեւ զուգորդես այդ ամեն ինչը։ Հիմա հարցը նրանում է, ընդդիմությունը որևէ ծրագիր ունի, կոնկրետ արդեն ծրագիր ունի, համենայն դեպս այն հարցազրույցներից, որոնք հնչել են մինչև այս պահը, ես հասկացել եմ, որ առայժմ իրենք խուսափում են շատ հստակ դրույթներ առաջ բերելով, ավելի շատ ամեն ինչ կապելով, այսպես ասենք, տեսնենք սահմանադրական դատարանն է թո ավարտվի, տեսնենք ինչ ենք անում այդ պարագայում։ Ես էլ եմ այն կարծիքի, որ եթե ունես կոնկրետ ծրագիր եւ այդ ծրագրի մեջ մանդատը դա դետալ է, դա գործիք է, քո ծրագիրը իրականացնելու համար, ասենք իշխանափոխություն իրականացնելու համար, պայմանական թեկուզ այդ բազմաչարչար impeachment-ով, ապա դա մեկ հարց է։ Եթե դու գնում ես խորհրդարան, որպեսզի, այսպես ասենք, առանց սեփական օրակարգի տեղավորվես առօրյայի մեջ, խորհրդարանական առօրյայի մեջ, ապա դա այլ բան է։ Ես կարծում եմ արդեն բավարար չէ, որպեսզի, ասենք, ընդդիմությունը զուտ դառնա հակամարտող կողմ հարց ու պատասխանի ժամանակ։ Դա մենք արդեն տեսել ենք, մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում դա, ես չեմ ասի, որ դա բացարձակ ոչ էֆեկտիվ է, որովհետև դա քարոզչական հարթակ է, ամեն դեպքում քարոզչություն է, բայց ես կարծում եմ արդեն հանրության մի զգալի հատվածը, մանավանդ ընդդիմադիր հանրության մի զգալի հատվածը ավելին է հիմա պահանջում ընդդիմությունից եւ այս դիսկուսը վերցնել մանդատ թե չվերցնել, որը որ ավելի շատ մենք տեսնում ենք ոչ թե քաղաքական նույնիսկ դաշտում, այլ հանրության շրջանում, ակտիվ հանրության շրջանում ընդդիմադիր ցույց է տալիս, որ սպասումները շատ ավելին են, քան
ասենք եղել է, քան ասենք նախկին Սպասվում էր և տիտուլային, նաև։ քան նախկին տիտուլային ընդդիմությունը արել է։ Իսկ ձեզ քաղաքացիական պայմանագիրը որպես իշխող կուսակցություն պատրաստ է նոր ընտրությունների տարբերակին, այս սցենարին։ Գիտեք, ամեն ինչ կախված է ռիսկերի գնահատումից, որովհետև նույնիսկ եթե Բարգավաճ Հայաստանը չի մտնում խորհրդարան, համարենք դեռ վերջնական որոշումը չկա, առավելևս եթե մտած լիներ խորհրդարան, այսինքն եթե իշխող ուժը չունենար ոչ միայն սահմանադրական մեծամասնություն, այլ նաև 3/5, որպեսզի կարողանար կարևոր ստրատեգիական նշանակության նշանակումներ անել, նույնիսկ այսօրվա պարագայում, այսինքն եթե Բարգավաճ Հայաստանը չի մտնում խորհրդարան, այնուամենայնիվ այս իշխանությունը ունի բավականին լուրջ դեֆիցիտ, լեգիտիմության դեֆիցիտ, անկախ նրանից, թե իրենք ինչ են ասում, իրենց վարքագիծը, իրենց բառակույտը, որոնք իրենք արտաբերում են, անկախ ամեն ինչից, իրենք շատ լավ հասկանում են, որ լեգիտիմության դեֆիցիտը դա ակնհայտ է եւ դա ոչ միայն ներսի լսարանում է, այլ նաեւ արտաքին իրենց պարտներների մոտ, որովհետեւ արտաքին պարտներները ըստ էության այլ արդյունք էին սպասում։ Երբ որ ասում են պարտներներ, եթե խոսքը վերաբերում է տվյալ դեպքում Ադրբեջանին եւ Թուրքիային, ընդունենք որպես պատվիրատուներ։ Այդ պարտներներ հասկացողությունը տվյալ պարագայում մենք պետք է հասկանանք պարտներներ եւ այլը, հա, հարցերը թելադրող եւ այլ։ Այսինքն իրենց այլ բաներ խոստացվել։ Իրենց խոստացվել էր, որ իրենք ունենալու են սահմանադրական մեծամասնություն, իրենք ջախջախելու են այսպես կոչված, ինչպես Ադրբեջանում է ընդունված դա ասել, ռևանշիստական ընդդիմությանը, որ հասարակության մեջ, ինչպես իրենց նախկին արտգործնախարարներից մեկն էր ընտրություններից ասում, այդ բռունցքը արդեն վերջնականապես ջարդել է միացման գաղափարը, բայց արդյունքները ընտրության ցույց տվեցին, որ այսօրվա իշխանությունը չունի նույնիսկ տարրական մեծամասնություն, այսինքն իրենք նույնիսկ 50+1 ձայն չեն ստացել այս առումով, այսինքն զուտ սահմանադրության այս հնարավորությունների շնորհիվ իրենք կարողանալու են ունենալ պարզ մեծամասնություն եւ Բարգավաճ Հայաստանին կեղծիքներով դուրս թողելու շնորհիվ նաև կարող է ունենան 3/5 ընդամենը։ Այսինքն կա խնդիր։ Իրենք չեն կարողանալու իրենց ստանձնած պարտավորությունները, օրինակ սահմանադրության փոփոխման հետ կապված, Հայաստանում այսպես կոչված միացումը, ինչպես ադրբեջանցիներն են ասում, վերջնականապես այդ գաղափարը ոչնչացնելու ռեսուրսը ըստ էության իրենք չունեն այս առումով։ Այդ իսկ պատճառով իրենց նկատմամբ վստահությունը բավականին նվազել է եւ մենք տեսնում ենք վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության եւ Ադրբեջանի հենց նախագահի խոսույթը ինչքան է կոշտացել, որովհետեւ ըստ էության իրենք տեսնում են, որ իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական ուժի իրենք չունեն վստահելի պարտներ։ Սա հավաստիացնում եմ ձեզ, նույնը վերաբերում է բոլոր արտաքին խաղացողներին։ Պատահական չէ, որ հանկարծ Ուրսուլա ֆոն դեր Լայնը որոշում է, որ հուլիսի 1-ին, եթե չեմ սխալվում, ժամանելու է Հայաստան, որպեսզի շնորհավորի, հա, մի առաքելության, որպեսզի շնորհավորի Նիկոլ Փաշինյանին եւ այլ։ Այս շնորհավորանքի հարց չէ։ Խնդիրը նրանում է, որ իրենք վստահ չեն, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո հերթական ռևերսը չի անելու, ասենք փորձելու անի դեպի Ռուսաստան, որպեսզի Ռուսաստանի հետ լեզու գտնել եւ ամեն անգամ իրենք փորձում են Նիկոլ Փաշինյանի հետ դարձի ճանապարհները հնարավորինս սահմանափակել, որովհետեւ միայն Ուրսուլա ֆոն դեր Լայնի այցը Հայաստան իր օրակարգով եւ այն հայտարարություններով, որը ինքը անելու է Հայաստանում, իրենք եվրոպացիները շատ լավ հասկանում են, թե դա ինչ ազդեցություն է թողնում Ռուսաստանի ղեկավարության վրա։ Այսինքն իրենք կտրում են ընդհանրապես հիմա Նիկոլ Փաշինյանի հնարավոր շրջադարձերի, ինչպես իրենք սովոր են արդեն տեսնել, հարցերը։ Այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը բավականին աշխարհակահաղական շպագատի մեջ է։ Մի կողմից իրեն պետք է Ռուսաստանի հետ ինչ-որ ձևի լեզու գտնել, որովհետև անկախ նրանից, թե ինչ է ինքը ասում գյուղացիներին կամ Հայաստանի Հանրությանը,
այս սանկցիաների հետ կապված, հետևանքների հետ կապված այդ բլեֆը, որը որ սփռվում է Հայաստանով մեկ, այդ իբր ֆուրերով, չգիտեմ, եվրոպական շուկաները սպասում են հայկական սանկցիոն ապրանքներին, հա, ինքը շատ լավ հասկանում է, որ դա տարական սուտ է եւ տարական բլեֆ է, այդ իսկ պատճառով ինքը ամեն դեպքում փորձում է, ես համոզված եմ, որ հիմա էլ փորձեր արվում են բանակցել ռուսների հետ, բայց մյուս կողմից ինքը, ինչպես ասում են, շատ է խրվել արդեն նաև եվրոպացիների հետ հարաբերություններում, ավելին ասեմ, արդեն, ինչպես ասում են, մեյդանում, արանքում փող կա։ Այսինքն, գիտեք, փող էին տալիս, քաղաքական աջակցություն էին տանում, աչքին էին փակում ընտրակեղծիքների նկատմամբ, ռեպրեսիաների նկատմամբ, այնպես որ բավականին բարդ է լինելու։ Հիմա ինչու եմ ես սրա մասին խոսում։ Վերադառնալով ձեր հարցին, Նիկոլ Փաշինյանը իհարկե Նիկոլ Փաշինյանի համար իհարկե գուցե ցանկալի կլինի, եթե հաշվարկները, եթե ռիսկերի հաշվարկները ցույց տան, որ ինքը շահեկան կարող է դուրս գալ, ասենք 2-3 ամիս հետո եթե կրկնակի ընտրություն անի կամ նոր ընտրություններ անի, իհարկե պատճառաբանելով դա նրանով, որ ինչպես իրենք են ասում, նոնսենսային բան են ասում ընդհանրապես, էությամբ հիմարություն են ասում, բայց ինչ են ասում, ասում են ոչ լեգիտիմ ընդդիմություն կա Հայաստանում։ Այսինքն այդպիսի բան երևի թե աշխարհում որևէ մեկը չի լսել, ոչ լեգիտիմ իշխանություն լինում է, ոչ լեգիտիմ ընդդիմություն, միայն այս իշխանության գյուտն է, know-how-ն է, հա։ Այսինքն այդ պատրվակով կարող է գնալ դրան։ Եթե իրենք հաշվարկեն, որ նոր ընտրությունների պարագայում ընդդիմությունը կոտրված է լինելու, հասարակությունը, ընդդիմադիր հասարակությունը կոտրված է լինելու, նույն ակտիվությունը, նույն էնտուզիազմը չի լինելու, ավելին, եթե ինքը հնարավոր գտնի, որ կարող է նաև հիմնական ընդդիմադիրներին ձերբակալել, կալանավորել, նույնիսկ կուսակցությունների արգելել, հա, այդ պարագայում ես կարծում եմ ինքը կարող է նման քայլի գնալ եւ սահմանադրական դատարանը դա լավագույն առիթն է, որպեսզի նման քայլի գնալ, նորից եմ ասում, ռիսկի գնահատման խնդիր է, որովհետեւ այդ ռիսկը ոչ միայն ներքին քաղաքական հաշվարկների վրա է հիմնված լինելու, այլ նաև արտաքին քաղաքական խաղացողների վճռականության վրա, ցանկությունների վրա, հնարավոր պայմանավորվածությունների կամ հակառակը պայմանավորվածությունների բացակայության վրա։ Դրա համար եմ ասում, ես համոզված եմ, որ հիմա էլ հետկուլիսյան բանակցություններ փորձում է անել Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի որոշում ընդունող շրջանակների հետ, այլ հարց է, որքանով է դա ստացվում։ Դուք նաև նշեցիք ձերբակալություններ եւ այլն, այսօր ինչպես տեսնում ենք բազմաթիվ քրեական հետապնդումներ կան եւ ինչպես ընդդիմադիրները նշում են, սա քաղաքական հետապնդում է եւ թե նախընտրական թե հետընտրական շրջանում եւ ընդդիմության եւ իշխանության կողմից վախի մթնոլորտը շատ էր։ Այսինքն եթե իշխանությունը ասում էր մենք չընտրվենք կլինի պատերազմ, ընդդիմությունը ասում էր եթե մենք չընտրվենք 300,000 ադրբեջանցի գալու է եւ բնակեցվի Հայաստանում։ Ինչպես է կարծում արդար էր այս վախի խաղակարտերը կիրառելը թե նախընտրական թե հետընտրական շրջանում եւ ինչ ազդեցություն ունեցավ։ Եթե արդարը դուք նկատի ունեք բարոյականության տեսակետից, բարոյականության տեսակետից, այսինքն ընդդիմության ես բանն եմ, ոչ թե ընդդիմության, իշխանության մեսիջի մասին եմ ասում, ապա բնականաբար դա սովորական շանտաժ էր, որը որևէ աղերս չուներ բնականաբար իրականության հետ, որովհետև եթե այդպես է, այդ դեպքում հիմա Նիկոլ Փաշինյանն նույն կերպ պետք է դուրս գա, ասի, ես ասում եմ, եթե մենք չունենանք սահմանադրական մեծամասնություն, ապա պատերազմ կլինի, հիմա իրենք չունեն սահմանադրական մեծամասնություն, բայց պատերազմի մասին կարծես թե չի խոսում Նիկոլ Փաշինյանը այլևս, այսինքն սա սովորական նախընտրական հնարք էր եւ ոչ միայն նախընտրական, որովհետեւ նախորդ տարիների ընթացքում էլ պատերազմի խայտարակ պարտությունից հետո այս իշխանության մենք տեսնում էինք, որ իրենք ժամանակ առ ժամանակ այս վախեցնելու տակտիկան կիրառում էին։
նույն Կիրանցի кейսի պարագայում դուք հիշում եք, որ գյուղացիներին հավաքում էին, ասում էին, որ եթե մենք հիմա այս բաները չհանձնենք, սահմանազատումը չանենք, այս գյուղերը չհանձնենք, ապա մի շաբաթ հետո պատերազմ է լինելու։ Այսինքն մենք այդ ամեն ինչը տեսել ենք, սա սովորական նախընտրական, տվյալ պարագայում ուղղակի այդ շրջանում էր իրարու նախընտրական շանտաժեր, հերթական քաղաքական բլեֆներ, որը որ որևէ աղերս չուներ, ավելին ձեզ ասեմ, ես միշտ կարծել եմ, որ եթե այս իշխանությունը հիմա այդ պատերազմի վտանգը ավելի մեծ է, որովհետև առնվազն կան աշխարհաքաղաքական ուժեր, որոնք Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքական կուրսի հետ որևէ համաձայնություն չունեն եւ նույնիսկ մենք տեսնում ենք սանկցիաներ են անում, այսինքն սա նշանակում է, որ իսկ այդ ուժերը բավականին մեծ լծակներ ունեն, դա այն ուժերն են իմիջայլոց, որոնք մեր տարածաշրջանում եւ Հայաստանում գետնի վրա ուժային գործոն են հանդիսանում, որովհետեւ նույն եվրոպացիները իրենք բացարձակապես Հայաստանում գետնի վրա առանձնապես ներկայացված չեն, նույնիսկ Միացյալ Նահանգները այտենց մեծ ծավալով ներկայացված չեն ռեսուրսային առումով այստեղ ներկայացված են ռուսները, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, այսինքն այդ գործոններն են այստեղ ռեալ աշխատում, մնացածը դա քաղաքական ինչ-որ ռեսուրսներ են, քաղաքական աջակցության, շատ սիմվոլիկ բաներ են, նույնիսկ շատ մեծ փողեր էլ այստեղ չեն մտածել, մեծ փողերով էլ չեն աշխատում, դա հիմա տեսեք 50 միլիոն կտանք բանի համար, կոմպենսացնելու համար գյուղացիների վնասը, չգիտեմ, 200 դիտորդ կուղարկենք, չէ, հեռադիտակներով եւ այլ, այսինքն լուրջ գործոն գետնի վրա։ Իսկ գործոն են նրանք, ովքեր ռեսուրս ունեն ընդհանրապես։ Մնացածը ռուսները ասում են разговор в пользу бедных այս առումով։ Եվ այս պարագայում ես կարծում եմ, որ հիմա պատերազմի վտանգը շատ ավելի մեծ է, քան եթե օրինակ նույն ընդդիմությունը հիմա իշխանության արդեն լինել, որովհետև մենք տեսնում ենք, որ առնվազն ռուսները եւ Իրանը գոնե տրիպ ծրագրի գոնե ես միայն դա եմ ասում, պարագայում իրենք բացարձակապես հանամաձայնությունն են իրենց հայտնել, իսկ այդ տրիպ ծրագիրը իրենց համար ստրատեգիական կարծես թե նշանակություն ունի։ Հիմա ընդդիմության մասով, քանի որ նույն հարթության մեջ էր ձեր հարցը, որ նրանցը ոնց է, այն ինչ որ ասում էր ընդդիմությունը այդ 300,000 ադրբեջանցիների թեմայով, բառացիորեն վերահաստատվեց հենց հիմա ընտրություններից հետո։ Բառացիորեն, այսինքն այդ Արևմտյան Ադրբեջանի թեզը եւ իրենց փաստացի պաշտոնատար անձանց պաշտոնապան Բաքվի տակ գտնվող մարդկանց այդ Արևմտյան Ադրբեջան նախագծի հետ կապված մարդկանց հայտարարություններն էր, որ մենք պետք է վերադառնանք։ Այո, իրանք պահանջում են Հայաստան վերադառնալու, իսկ օրինակ Նիկոլ Փաշինյանը դա մեկնաբանում է հետևյալ կերպ, որ սա ընդհանրապես հայելային արձագանք է, եթե մեր ազգային ժողովում օրինակ դրված են Արցախի դրոշները, հետևաբար Ադրբեջանում պետք է լինի նույնատիպ պատասխան Արևմտյան Ադրբեջան խոսույթը։ Ես կարծում եմ մեր մասնագետները, ադրբեջանագետները եւ այլը դրա վառ պատասխանը տվել են զուտ քրոնոլոգիան ներկայացնելով, այսինքն մի հատ տեսեք ադրբեջանական ռեպերտուարում, քաղաքական ռեպերտուարում դա որ թվից կա եւ բանը ընդհանրապես, այսինքն դեռևս 2000-ականների սկզբերից այդ ծրագիրը արդեն գոյություն ուներ, այս քաշվի առնելով ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը ընդհանրապես որպես ինստիտուտ, որտեղ ըստ էության ոչինչ առանց իշխանության թողտվության չի արվում, իդեպ հիմա նույն հարթության վրա է թերևս նաև Հայաստանը, այստեղ էլ մենք տեսնում ենք, չէ, որ որևէ ինստիտուտ, որևէ պաշտոնյա կամ մոտ ինստիտուտին մոտ կանգնած մարդ ինքնուրույն ոչ մի բան չի անում, եթե դա բանավետ աջակցություն է կամ հրամանը կառավարության շենքից չի գալիս ընդհանրապես, այս առումով հիմա մոտավորապես նույն հարթության վրա է այս ժողովրդավարությունը եւ այլը։ Հիմա այս տեսակետից ասել այդ երկու խնդիրները, ես մա չեմ ուզում սրա մեջ մտնեմ, որովհետեւ սա ընդհանրապես կեղծ
նարատիվ է, կեղծ օրակարգ է, այսինքն համեմատել ասեմ եւ այդ այո, եւ այդ խոսույթը առաջ տանել, որովհետեւ այդ դե գիտեք, ընդհանրապես Հայաստանի այսօրվա իշխանությունը ցավոք սրտի իրենք շատ դեպքերում ասում են, գիտեք, սա ադրբեջանական նարատիվների մասին եք խոսում եւ այլը, չէ, շատ դեպքերում մեղադրում են քաղաքական մարդկանց ընդդիմությանը վերլուծաբաններին, ասում են, այդպիսի բան չկա, դուք ասում եք ընդհանրապես։ Այսինքն սովորաբար էսպես է լինում, այնտեղից ինչ որ բան է ասվում, այսինքն ասվում է այն ինչ որ կա, հա, այստեղ սկզբից հերկվում է, հետո դրանից հետո ըստ էության ամենաբարձր մակարդակով մոտավորապես այսպիսի մի միտք է առաջ քաշվում, բայց եկեք մի հատ հասկանանք, ինչի են իրանք այդպիսի բան ասում։ Միանգամից սկսվում է, այսպես ասենք, օվերտոնի պատուանի հերթական բացումը, մի հատ եկեք հասկանանք, իրանք ինչի են ասում։ Եվ հետո Հայաստանում, հենց Հայաստանի ղեկավարությունը եւ ղեկավարը գտնում են պատճառը, թե իրենք ինչի են այդպես ասում եւ արդարացնում են, թե ինչու են իրենք այդպես ասում, իսկ հետագայում էլ շատ շուտով ես կարծում եմ նաև այս թեմայի շուրջ, մեր խնդրող առարկա թեմայի շուրջ սկսում են ամենա ոնց ջերմ պաշտպանները լինել այդ թեզերի, որը հնչում են այնտեղից։ Այսինքն այստեղ այդ երկու թեման ընդհանրապես ոչ պատմական, ոչ քաղաքական, ոչ աշխարհաքաղաքական նույն հարթության մեջ չեն առհասարակ։ Ես երբևիցե չեմ էլ լսել Ադրբեջանի ղեկավարների կամ իրենց մոտ կանգնած այսպես ասենք խոսափողների շուրթերից, որ իրենք ասում են, գիտեք, եթե Արցախի դրոշները օրինակ Ֆրանսիայի հրապարակից հիմա հանեք, հա դրանից հետո մենք կմոռանանք Արևմտյան Ադրբեջանի խոսույթը կամ մեզ համար դա այլևս խոսում։ Իրենք ընդհանրապես այդպես հայելային նույնիսկ բանի մասին չեն էլ ասում։ Հայելային այդ բացատրությունը, այդ արհեստական նարատիվը, այդ արհեստական բլեֆը դա հայկական ծագում ունի եւ մենք գիտենք չէ որտեղից է այդ ծագումը, այսինքն այդ աղբյուրը որտեղից է, այսինքն սա այնքան արհեստական բան է, այդ բացատրությունը գտել են միայն Հայաստանում։ Ադրբեջանցիները իրենք երբեք չեն ասել, այ եթե Արցախի դրոշները կամ չգիտեմ բան խորհրդարանից կամ Ֆրանսիայի հրապարակից կամ եթե բանը արցախցիները ուզենան վերադառնան, բայց չէ հայտարարեն չենք ուզում վերադառնանք, ապա մենք Արևմտյան Ադրբեջանի թեման առհասարակ կպագենք։ Երբեք այդպիսի բան չի եղել եւ չի լինելու, դա իրենց ստրատեգիական, ազգային, պետական նպատակն է, որը որ հիմա չի առաջ քաշվել։ Այսինքն դա առաջ է քաշվել շատ ավելի վաղ, քան 23 թվականի Արցախի էթնիկ զտումը։ Այնպես որ սա նորից եմ ասում, այսօրվա իշխանությունների հերթական զուտ տակտիկական ժամանակավոր հնարքն է, դուք կտեսնեք, որ ժամանակի ընթացքում իրենք շատ լավ էլ արդարացնելու են, ասելու են, որ բան։ Հիմա այդ հողը նախապատրաստվում է, չէ՞, ընդհանուր առմամբ։ Չեն ասում այս տարածքում հայերը այդպես չի որ եղել չեն ապրել են չգիտեմ որ ժամանակվանից, այսինքն ամենաբարձր մակարդակով դրա մասին ասեն հողա նախապատրաստում էս ամեն ինչի համար։ Ես դրա համար կոչ եմ անում կեղծ նարատիվների մեջ չխրվել։ Մենք ունենք մեր օրակարգը, Ադրբեջանը ունի իր օրակարգը։ Ուղղակի մենք չունենք այսօր իշխանություն, որը որ փորձում է շարժվել սեփական հայկական օրակարգով։ Ադրբեջանում կա իշխանություն, որ շարժվում է ադրբեջանական օրակարգով եւ շարունակում է շարժվել այդ օրակարգով եւ ցավոք սրտի շատ դեպքերում դաշնակից է գտնում իր օրակարգերի առաջ տանելու նաեւ Հայաստանում ամենաբարձր մակարդակներում։ Շնորհակալություն, ափսոս մեր եթերաժամանակը սպառվեց, ամեն դեպքում շնորհակալ ենք մեկնաբանության համար։ Հիշեցնեմ ռադիոլսողներին, որ դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը եւ լսում եք Թարմ ուղեղով հաղորդաշարը, կհանդիպենք։